Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պետություններին անդրադառնալով նշել է, որ սրանք պետք է կոնկրետ իրավական հետևանքներ ունենան եւ Սամվել Կարապետյանի քաղաքացիության։ Ես կուզեի, որ նաև իրենց հայտարարությունները իրավական հետևանք ունենան, եթե իրավական երկրում ապրենք, օրինակ, երբ վարչապետը իրեն թույլ է տալիս մարդուն սպառնալ բոմբ չսարքելով։ Եթե նորմալ իրավական պետություն լինեինք, արդեն քրեական գործ հարուցված կլիներ եւ նոր չէ, որ այս հայտարարությամբ բազմաթիվ դրվագներ կան դրա համար։ Քաղաքացիության հետ կապված է բազմիցս անդրադարձել ենք, թե պարոն Կարապետյանը, թե պարոն Վարդևանյանը, որ որևէ մեկը չի հերքել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության զուգահեռ Սամվել Կարապետյանը այլ երկու պետության քաղաքացիություն ունի, դա նորմալ է իր մասշտաբի մարդու համար, ասեմ ավելին, այդ շատ երկրներում նման հեղինակավոր մարդկանց քաղաքացիություն նաև շնորհվում է, պետությունն է նվիրում ու առաջարկում, իսկ դրանից հրաժարվելը հատկապես երբ որ մարդը տվյալ երկրում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունի, տեխնիկապես բավականին խրթին գործընթաց է դառնում, որովհետև պետքա միջնորդավորված լինի, պետքա գործընթացներ անցնեն, կրկին այլ պետության մասին է եւ կրկին այն իրավիճակի մասին է, որ պարոն Կարապետյանը նոր հնարավորություն ունի ավելի ազատորեն գործելու գոնե իր տան շրջանակներում։ Հետևաբար մեկնարկները տրված են, ինչպես հայտարարել են, ու գործընթացը շարունակվում է։ Հիմա ինքը կոնկրետ ժամկետով սահմանված չէ, որ այս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում։ Այդ հարցերին, թե երբ դադարեցման կոնկրետ դե յուրե իրավիճակը կունենանք, պարոն Վարդևանյանը կարծում եմ ավելի ճշգրիտ կպատասխանի, բայց ես իրազեկեմ, որ ինչպես հայտարարել ենք, արդեն քաղաքացիություններից հրաժարման գործընթացը մեկնարկել էր։ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու հետ կներեք ես։ Որ իրավական ճանապարհով կգնա, կարող մանրամասնել այս հայտարարության ինչ նորություն կա։ Բնականաբար դատական գործեր կա զրպարտություն վիրավորանքի, որովհետև դա անհեթեթություններ հերթական, հիբրիդային միջամտություն, այսինքն մարդը իր ողջ կյանքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել, ոնց որ հիմա ամեն օր մենք զարթնենք, մի հատ մանիպուլատիվ նույն քաղաքացիական պայմանագրի պաշտոնյաների հետ կապված կարող է շատ ավելի հավաստի թվան, ինչ որ տենց փաստաթղթեր հրապարակենք, որոնց հավաստիությունը կասկածելի է։ Լավ տեղ չի տանի պարոն Կարապետյանը, ովքեր որ շահարկել են այդ թեման, հատկապես պաշտոնատար անձանց կողմից, ու բնականաբար պետք է գոնե սկսեն հետևանքներ կրել իրենց խոսքերի համար։ Շատ կներեք, էլի գործընկերուհին է հարցը։ Մեդիա-վերահսկական տեղեկություններ շրջանառվում, որ արցախցիները նույնպես կարող են մասնակցել օգնություններին, նույնպես իրավունք ունեն, չնայած որ ունեն Հայաստանի անձնակի Հայաստանի քաղաքացիություն, այդ մասին տեղյակ ինչպես կարող են մասնակցել օգնություններին։ Ես անկեղծ ասած գիտեմ գործընկերներիցս մեկը հայտարարություն էր տարածել, որ շահազդատական գործ կա, բայց ցավոք սրտի այդ մի գործը առաջին ատյանի դատարանի ըստ էության տարածելի չէ իրավականության տեսանկյունից բոլոր արցախցիների վրա, եւ եթե շահազդագործ կա, այնուամենայնիվ նրանցից յուրաքանչյուրը պետք է իր գործով անհատական դիմում ներկայացնի, եւ ես պատրաստակամ եմ իրավական աջակցություն ցուցաբերելու, կարծում եմ մեր երկրի իրավական ու փաստաբանական համայնքից բոլորն էլ պատրաստակամ կլինեն մեր արցախցիներին, եթե նպատակ ու ցանկություն կա աջակցելու այս հարցում։ Չէ, այդ խնդիրը երեք միգրացիա եւ քաղաքացիության վարչությունն էլ է հայտարարություն տարածել, այդ մեկ գործը որոշումը համընդհանուր տարածելի չէ։ Ինքը նախադեպ չի դառնում, էլի կոնկրետ գործով է որոշում կայացվել։ Մերսի շատ։ Այսօր է Մանյա Պողոսյան, Տիկին Մելորյան նշեցիք, որ Հավաքականության կոմիտեի ձայնագրությունը, որը ենթադրաբար վերաբերվում է ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին եւ համակիրներին, փորձաքննության ենթարկված չէ։ Արդյոք դուք ձեր ուժը դիմելու եք փորձաքննություն ենթարկելու համար այդ ձայնագրությունները, որպեսզի պարզի դրանց իսկությունը, եւ հանրությունը ինչպես համոզված լինի, ինչ հակափաստարկներ ունեք, որպեսզի հանրությունը համոզված լինի, որ նման բան չկա, եւ արդյոք մտավախություններ չունեք, որ այդ ձայնագրությունները կարող են ազդել ընտրությունների արդյունքների։
Բնականաբար ունենք մտաբախություն, որովհետև բնականաբար մեր հանրային հեղինակությանը վնասելու նպատակով են այդ ձայնագրությունները հրապարակվում եւ շահարկվում։ Կրկին եմ ընդգծում, հա, մի հատ, եթե դուք լրագրող եք, լրատվական համայնք եք, եթե լրատվական հետաքննություն անեք, անաչառ կտեսնեք ինչի են ծառայում, հա, այս հայտարարությունները։ Իրենք բացառապես հրապարակվում են եւ իշխանական ներկայացուցիչները վերցում սկսում են տարբեր կերպով մանիպուլացնել, շարքել, ել չասեմ, այդ խոսակցության բովանդակություն օրինակ վերացարկվենք, ընդունենք ինչ որ մեկ այդ ձայնագրությունից իրականում ճիշտ է, հա, այդ մտնում են այդ մարդկանց ընտանեկան միջավայր, ինչ որ իրենց ավելորդություններ են թույլ տալիս եւ այլն։ Ես կրկին ընդգծում եմ, այդ ծավալը բնականաբար մենք հայտարարել ենք, իմ քաղաքական ուժի առաջնորդները հայտարարել են, որ նման ձայնագրությունը չի կարող մեզ հետ աղերս ունենալ։ Մենք պաշտոնապես ասել ենք, որովհետև մենք որևէ մեկին, պնդում եմ կատարում, կաշառք չենք տալիս, մենք չունենք կարիք որևէ մեկի կաշառք տալու, դրա համար չենք տալիս։ Ու այդ ձայնագրությունները բացառապես երրորդը միտված են մեր քաղաքական ուժի հանրային հեղինակության վրա ասելու ու այդ հրապարակող իրավապահ մարմինն է կաշկանդված դրանց իսկությունը, հավաստիությունը ապացուցելու սկզբունքով կրկին մի շարք քրեական գործեր կան մեր երկրում, հարյուրավոր, որոնք անգամ մոտավորապես մի 5%-ով այս օպերատիվ արագությանը մոտ չեն։ Ինչու այդ գործերով չեն հրապարակվում նյութեր։ Պատասխանը ակնհայտ է, որովհետև չկա քաղաքական նպատակահարմարություն։ Շնորհակալ, հա, ու ավարտենք, էլի կներեք, էլի հանդիպումներ։ Ահա Աջակցից ստանում ենք ահազանգեր, որ մոտավորապես 30 քանաշին հասցեներում մոտեցել են ոտել են ընդդիմության, մասնավորապես ուժեղ Հայաստանի ու Հայաստան դաշնքի պաստառները ու պարզվել է, որ դա ՔՊ-ի հետ կապող կեղծ դեպքեր է։ Ինչպես է մեկնաբանում իրավիճակը ու արդյոք ինչու համաչափ հաստատում չկա իրավապահների կողմից ու երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենքով 2-ից 5% հավաքած ու 5-ից 20%-ային հավաքած քաղաքական ուժերը, որոնք կուսակցություններ, որոնք չեն մտնում խորհրդարան, իրենք պետբյուջեից գումար են ստանում ու կոպիտ ասած մի տարով անհետանում են քաղաքական դաշտից, ձգտում են մեկնաբանել, արդյոք օրենքում կա կարգավորում, որ տվյալ քաղաքական ուժերը ինչ որ հստակ գործունեություն ծավալեն պետբյուջեից ֆինանսավորելու համար։ Շնորհակալ եմ։ Ես ճիշտ ասած ընթացքում որ ասում եմ, հենց այդ դեպիրի դեպքների նկատի ունեի, որովհետև մեզ էլ են ուղարկվել այդ ձայնագրությունները, քաղաքացիական պայմանագրին առնչվող այդ հանրային կերպարը, ինչ որ քաղաքացու հետ շրջում է եւ պաստառներն են փոխում, դա վարչական իրավախախտում է եւ իրավապահ մարմինները արդեն հանրամատչելի տեսանյութ է։ Օրինակ, կարելի է հարց ուղղել ձեր կողմից իրավապահ մարմիններին, արդյոք հետևանք կրել են այս երկուսը, վարչական պատասխանատվության ենթարկվել են այդ իրավախախտման համար, որովհետեւ ինքը արձանագրված փաստ է։ Ու բոլոր այն մարդիկ, ովքեր պաստառ են փչացնում, վնասում, դա կրկին ուզում եմ հանրայնացնել, որ վարչական իրավախախտում է։ Հետևաբար այդ մասով ես լիահույս եմ, որ հետևանք կկրեն այնուամենայնիվ, սենց բացահայտ ամենաթողության միջավայրում չենք։ Ինչ կվերաբերում է այո կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում կա այդ կարգավորումը, որով նվազագույն ՇՄՉ հաղթահարած ուժերին ըստ տոկոսային հարաբերակցության բանաձևեր է տրվում, որ պետական սուբսիդիաներ են տրամադրվում, ասեմ ավելին, այդ փոփոխությունը 2020-ից հետո է կատարվել, մինչ այդ հստակ գումարեր, շատ ավելի փոքր գումարի մասներ խոսքը տրվում պետության կողմից որպես ֆինանսավորում քաղաքական ուժերին, կուսակցություններին ու ոնց որ գործընկերներից կարծեմ դուք եք հարցադրում տվեցիք օրենսդրական փոփոխությունների մասին, ես որպես մասնակցությամբ իրավաբան ու ավելի նեղ մասնագիտացված այս քաղաքական ընտրական գործընթացներում բնականաբար պատկերացումներ ունեմ մի շարք փոփոխությունների մասին, որոնք պրակտիկայում կկատարելագործեն հա իրավիճակը ու ավելի կմինիմալիզացնեն ընտրական խախտումները, բայց ասեմ ավելի շատ ոչ թե որակն է ընտրական օրենսգրքի կամ բացերի արդյունքում են, այլ դրանց շրջանցելու խախտումների արդյունքում են, հա, տեղի ունենում ընտրական իրավունքի ոտնահարումները, հետևաբար այստեղ բնականաբար էլի վերանայումների տեղիք տալիս է։ Իրականում այդ ֆինանսավորումը պետական
նպատակ ունի համաշխարհային պրակտիկայում բռնելու ձեռքը փոքր կուսակցությունների քաղաքական դաշտը լավարկելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան մասնակցելիության տեսանկյունից, մրցունակ լինելու ավելի խոշոր քաղաքական ուժերի հետ, որովհետև էլի այդ նույն կարգավորման մեջ այն քաղաքական ուժը, որը ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, իրեն չի տրվում այդ սուբսիդիան։ Եթե առողջ միջավայր լիներ, չունենայինք այս նախադեպային պրակտիկան, այդքան փոշիացումների հնարավոր կարելի էր շատ դրական վերաբերել, բայց մենք ցավոք սրտի տեսնում ենք այդ որ փոքր քաղաքական ուժերի մասնակցելիության տեսանկյունից ըստ էության բավականին ձայն է փոշիանում, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական դաշտի վրա։ Կներեք, էլի արդեն ավարտում ենք։ Պատրաստվում եք դատիտան Նիկոլ Փաշինյանին, որ Սամվել Կարապետյանին դրտեսի անվան։ Եթե չեմ սխալվում, արդեն գործընկերներս ընթացք են տալիս այդ բոլոր հայտարարություններին, էլի ավելի ճիշտ պարոն Վարդևանյանը մանրամասները կներկայացնի, բայց մենք փորձելու ենք բոլոր այդ զրպարտություններին, վիրավորանքներին, հանցավոր տարեր պարունակող հայտարարությունների նկատմամբ, թե հանցագործությունների մասին հաղորդումներ տալ, թե քաղաքացիական իրավական դաշտում գնալ դրանց հետքերով։ Շնորհակալ եմ շատ։